Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարին հյուրընկալվել էր Արթուր Գրիգորիչի աղջիկը՝ Մանե Գրիգորյանը։ Star News-ը սիրով հետևեց զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիր հատվածները։ Անդրադառնալով անձնական կյանքին, Մեհերը նկատեց. «Հիմա երջանիկ ես։ Գիտեմ, որ քո կյանքում կա մեկն, ում լուսանկարով մի անգամ համացանցում կիսվել ես։ Այո, ում ամբողջ կյանքում փնտրել ու գտել եմ։ Ով ինձ օգնել է վերակենդանանալ։ Այսքանը, Մեհեր, ամեն ինչ իր հունով է գնում»։ Մեհերի հարցին, թե սպասե՞նք մոտ ապագայում ամուսնության, Մանեն պատասխանեց. «Ամուսնության մասին չի երջանկությունը։ Երջանիկ կարելի է լինել նաև ոչ ամուսնացած, բայց չեմ բացառում»։ Նշենք, որ Մանե Գրիգորյանը եղել էր նաև Deep Parenting ծնողավորությունը խորքից հաղորդման հյուրը, որտեղ քննարկել էին մի շարք թեմաներ՝ գիտակցված թե ինտուիտիվ ծնողավորություն, երեխաներին գովելն ու խրախուսելը, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելը, ներքին կորսված խաղաղությունը, երեխայի մասնագիտության ընտրությունը, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունը և երեխաներին ներելու բարդ հարցը։ Հաղորդավարուհու առաջին հարցն էր՝ ո՞վ է Կայան ձեզ համար։ Կայան արդեն 12 տարեկան է, բայց շատ ավելի շուտ դարձավ ինձ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ խոսում եմ ամեն ինչի մասին։ Նա գիտի ինչ է կատարվում թատրոնում, հեռուստատեսությունում և իմ կյանքում։ Այսինքն մենք միասին մեծացանք, և նա դարձավ իմ մտերիմ ընկերուհին։ Ինչ ասել է լինել երեխային ընկեր։ Ես եմ համարում իրեն ինձ ընկերուհի, այսինքն եթե օրինակ պետք է գնամ որևէ երկիր կամ ինչ-որ արտիստի համերգին, ես չեմ մտածում ասեմ իմ ընկերուհիներին. առաջինը մտածում եմ Կայային ասեմ, որովհետև ինձ միշտ շատ հետաքրքիր է իր հետ ճամփորդել և նոր քաղաքներ բացահայտել։ Հուսով եմ, որ ես նույնպես կդառնամ նրա կյանքում կարևոր և շատ մոտ ընկերուհի, ում հետ նա կխոսի, կվստահի, ազնիվ կլինի և չի թաքցնի, որովհետև կզգա իմ նրա աջակցելը տարբեր հարցերում։ Ես չեմ փորձում նրան շատ չի կարելիներ ասել, բայց դա չի նշանակում, որ թույլ եմ տալիս ամեն բան։ Բոլորն ասում են, որ շատ դաստիարակված է Կայան, ապրես դու։ Ասում եմ, որ ինքն այդպես է ծնվել, և ես ոչինչ չեմ արել։ Կարող է երկրորդ երեխան, երրորդ երեխան շատ ուրիշ բնավորություն ունենան, ու այո, ծնողը մեծ դեր ունի կրթության, դաստիարակության հարցում, բայց միևնույն է բնավորությունն է կարևոր։ Մեկ ընտանիքում կարող են երկու շատ տարբեր բնավորություններով երեխաներ լինեն։ Այնպես որ իմ բախտն այս պարագայում բերել է ու ստացվել է այնպես, որ վստահում է ինձ ու ամեն բան պատմում է, խոսում է։ Ես շատ խոսում եմ իր հետ դպրոցից, հետո պատմում է ինչ է կատարվել ընկերների հետ, որովհետև հիմա հաճախ են տարբեր боուլինգի դրսևորումներ դպրոցում լինում։ Ես զգուշորեն խոսում եմ նրա հետ այդ թեմայի մասին, փորձում եմ իմանալ կա՞ արդյոք նման երևույթ նրանց դասարանում, թե ոչ։ Հաճախ երեխաները նաև թաքցնում են ծնողներից, որ հանկարծ դասղեկներին չասեն, տնօրենությանը չասեն։ Ես զգուշորեն փորձում եմ այդ ամենն իմանալ ու հանգիստ լինել։ Կայան նախադեռահասության փուլում է, դեռ չի մտել դեռահասության շրջան։ Վերջին շրջանում ես մի զգեստ էի ուզում նրան գնել, նա ասաց ոչ։ Հագուստի հետ կապված սկսեցինք տարբեր ճաշակներ ունենալ։ Մտածեցի դեռահասության շրջանն է սկսում։ Դեռ ես պատրաստ չեմ դեռահասի ծնող լինել։ Բայց ինչ-որ կարծիք, որոշում ունի, ինչի համար ուրախ եմ։ Մի շրջան կար, որ մտածում էի շատ երկար ա տևում, չէր կտրվում մամայից։ Ասում էի արդեն արի գնանք քո սենյակ, խոսում էի իր հետ։ Չէր ուզում, հետո մի օր ինքը որոշեց, որ մենակ պիտի քնի, ինձ համար շատ սթրեսային էր այդ օրը։ Մենք համոզում էինք, բայց նա չէր համաձայնվում, բայց երբ նա որոշեց, կարծես հեռացավ մի կտոր։ Այդ օրերին ես իսկապես սթրեսի մեջ էի և ուզում էի անդադար խոսել հետը, հասկանալ ինչ է կատարվել, վստահաբար հասկանալով, որ իր որոշումը ճիշտ է և շատ ավելի վաղուց պետք է լիներ։ Կայային ունենալը ձեր գիտակցված որոշումն է եղել, այսինքն դուք շատ ուզել եք մայր դառնալ, թե երիտասարդ էիք, ուղղակի ամուսնացաք և երեխան բնական ձևով։ Ամեն բան տեղի ունեցավ բնական ձևով, երևի 23 տարեկանում քիչ մամաներ կլինեն, որ գիտակցված երեխա կունենան։ Կարծում եմ այդ տարիքում շատ ավելի հեշտ է վերաբերմունքը, ես չեմ ունեցել հետծննդաբերական սթրես, հղիությունն եմ շատ թեթև տարել, չեմ ծանրացել, չեմ բարդացել։ Ամեն բան շատ հեշտ է եղել ու մտածում եմ երևի տարիքից է եղել։ Երիտասարդ եմ եղել, այդքան տագնապին ծանոթ չեմ եղել, որքան այսօր, որովհետև օրինակ իմ քույրը 10 տարի ընդմիջումից հետո, երբ երկրորդ տղան ծնվեց, շատ տարբեր էր։ Տագնապային էր, զգույշ, ուշադիր էր չափից շատ, իսկ երբ երիտասարդ էինք, կարծես հենց մեզ հետ միասին մեծանում են։
Ոնց եք հասկանում գիտակցված ծնողավարություն, դրական ծնողավարություն։ Ինչ եք դրա տակ հասկանում՝ ի հակադրություն ինտուիտիվ ծնողավարության։ Կարծում եմ ինտուիտիվ ծնողավարության մեթոդով եմ կայային մեծացրել և եթե Աստված տա ևս մեկ երեխա ունենամ, էլի ինտուիտիվ կլինի, որովհետև շատ տարբեր գրականություններ կան, հոգեբանների վերլուծություններ, բայց կարծում եմ յուրաքանչյուր երեխա ինդիվիդուալ մոտեցում է պահանջում։ Բնականաբար կան կանոններ, որոնց հետևել է պետք և իմանալ, բայց միևնույն է, երեխայից է կախված շատ բան։ Ես չեմ կարող օրինակ իմ եղբոր աղջկան, ով 5 տարեկան է, նույն մեթոդները խորհուրդ տալ, որովհետև շատ տարբեր է Կայայից, որովհետև տեսնում եմ, որ երեխան այլ մոտեցում է պահանջում։ Ես հարազատ եղբայր ունեմ, ում հետ շատ մտերիմ եմ, թեև տարբեր ենք բնավորություններով։ Մենք միշտ երազել ենք էլի եղբայր կամ քույր ունենանք, որովհետև միևնույն է, որքան շատ են երեխաները ընտանիքում, որքան շատ եղբայր-քույր ունես, այդքան ավելի ամուր ես քեզ զգում։ Ես էլ միշտ երազել եմ 3-4 բալիկ ունենալ, շատ կուզեի Կայան ունենար եղբայր, քույրեր, ու այդ մտավախությունը միշտ ունեցել եմ, որ հանկարծ էգոիստ չմեծանա։ Եղել է 2 ընտանիքների առաջին թոռը, բոլորի ուշադրությունը եղել է սևեռված միայն նրա վրա, ես միշտ վախեցել եմ, որ չսովորի լինել ուշադրության կենտրոնում, որովհետև դա կբարդացնի նրա կյանքը հետագայում, նա կսպասի միշտ մեծ ուշադրության և կապրի մեծ հիասթափություններ։ Թեմայի շուրջ շատ եմ իր հետ խոսում, որ սպասելիքներ շատ չունենա, հույս դնի իր և իր աշխատանքի, իր սովորելու, պատրաստ լինի դառը աշխարհ մտնելուն։ Այդ սթրեսը չտանի, որովհետև ես հիշում եմ, երբ մենք փոքր էինք և այդ հեքիաթային աշխարհում էինք ապրում, շատ արագ եղավ մեծ աշխարհին դժվար պրոբլեմների հիասթափությունը։ Չեմ ուզում այդ հիասթափությունը իր մոտ լինի, դրա համար պատրաստում եմ և ինձ մոտ ստացվել է այնպես անել, որ ինքը էգոիստ չմեծանա, սակայն դրա համար ուներ բոլոր նախադրյալները։ Ես շատ տարբեր խմբակների եմ տարել Կայային, որպեսզի հեռու պահեմ պլանշետներից։ Մեր սերունդը առաջին սերունդն է, որը բախվել է այդ խնդրին։ Այսինքն մենք ենք մեծացնում առաջին անգամ երեխաներ, որոնք ծնվում են և արդեն գիտեն թաչսքրինն ինչ է։ Մենք չգիտենք մեթոդները և բոլորս հիմա էքսպերիմենտներ ենք անում։ Կարծում եմ զբաղված լինելը լավ լուծում է հեռու պահելու համար, աշխատում է համենայն դեպս։ Ինչը ձեզ կբերի խաղաղություն։ Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ ինքս ինձ խաղաղ զգացել։ Աշխարհի կատարվելիք պատերազմներն ու այդ ամեն ինչը քեզ որպես ծնող մեղավորության զգացողություն են տալիս։ Ես ասում եմ Կայ, նենց մեղավոր եմ զգում ինձ, որ դու այս աշխարհում ես ապրում։ Հույս ունեմ դրսում սովորելու և ապրելու հարցը չի լինի, որովհետև մեր կրթական համակարգը բոլոր խնդիրները կլուծի, մինչև Կայայի տարիքը գա բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու։ Ինչը չեք ների երբեք Կայային։ Ես ոչ թե թույլ կտամ հետո չեմ ների, այլ թույլ չեմ տա։ Օրինակ հարևան երկրից զուգընկեր ունենալ, ոչ հայի հետ չեմ բացառի, բայց թշնամի երկրներից՝ երբեք։ Զրույցի վերջում Մանե Գրիգորյանն ավելացրեց. Ես շատ կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել Կայայի հետ։ Շաբաթ-կիրակի քաղաքից դուրս բնության գրկում, մաքուր օդին, սարեր, ձորեր, դա իմ բացն է, որը կուզեմ լրացնեմ։ Առաջ այդ բացը հայրս էր լրացնում, ես չեմ հասցնում և ինձ մեղավոր եմ զգում։ Եկեք շատ ժամանակ և սեր փոխանցենք երեխաներին, որ վաղն ունենանք լավ սերունդ։